Մետաքսի ճանապարհ 5-րդ համաժողովին հանդիպել են Հարավային Կովկասի 3 երկրների վարչապետերը, գոհունակություն հայտնել տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունների առիթով։ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանը պատրաստ է դառնալ տարածաշրջանային խաղաղության խաչմերուկ, իրացնելով իր չօգտագործված ներուժը։ Նախորդ անգամ 2023 թվականի հոկտեմբերին ելույթ ունենալով Մետաքսի ճանապարհ համաժողովին հենց այս հարթակից առաջին անգամ ներկայացրեցի Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնած խաղաղության խաչմերուկ նախագիծը, որն այնուհետև ստացավ միջազգային մեր բազմաթիվ գործընկերների հավանությունն ու աջակցությունը։ Այդ նախագծի առանցքային գաղափարը տարածաշրջանային եւ միջազգային տրանսպորտային հաղորդակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքով զարգացնելն էր ոչ միայն դեպի Վրաստան եւ Իրանի Իսլամական Հանրապետություն, այլև Ադրբեջանի եւ Թուրքիայի ուղղությամբ նրանց հետ սահմանի բացումով։ Փաշինյանը կրկին անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության եւ օգոստոսի 8-ին նախաստորագրված պայմանագրի կարեւորությանը, ողջունելով Ադրբեջանի իր բնորոշմամբ մարդասիրական քայլը։ Ադրբեջանը կարևոր քայլ արեց։ Նախագահ Ալիևը երեկ հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ Սա չափազանց կարևոր հայտարարություն է եւ ուզում եմ իմ գնահատակն արտահայտել Ադրբեջանի նախագահի այս քայլի առիթով եւ ողջունել այդ հայտարարությունը։ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը եւս անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի թեմային, նշելով, որ իր ժամանակին նախաստորագրված համաձայնագիրը կդառնա ստորագրված փաստաթուղթ, բայց թե երբ չի հստակեցրել։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը կարելի ասել պատրաստ է, մնացել են վերջին նրբերանգները, երբ ժամանակը գա այն կստորագրվի։ Ալի Ասադովը հիմնականում խոսում է Հարավային Կովկասի տարանցիկ կենտրոն լինելու կարևորության մասին։ Ադրբեջանը եւ Վրաստանը այսօր կարևոր դեր են խաղում այս շեշտադրումների ամրապնդման, Եվրոպան եւ Ասիան եվրասիական ուղու միջոցով միացնող նոր տրանսպորտային եւ լոգիստիկ երթուղու ձևավորման, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության խորացման ու պատմական առաքելության նոր ձևաչափով կատարման գործում։ Տարիների ընթացքում Վրաստանը եւ Ադրբեջանը միացնող բարեկամական ու ռազմավարական գործընկերային հարաբերությունները դարձել են տարածաշրջանում կայունության եւ խաղաղության համար ամենակարևոր շրջադարձային փուլերից մեկը։ Իրակլի Կոբախիձեն նշել է, որ աշխարհը վերանայում է ավանդական առևտրային ուղիները եւ մատակարարման շղթաները, փնտրում է նոր երթուղիներ եւ Հարավային Կովկասը ձգտում է դառնալ այդ հանգույցը։ Ես հատկապես ուրախ եմ, որ այսօր մեզ են միացել մեր բարեկամներ եւ ռազմավարական գործընկերներ, Հայաստանի եւ Ադրբեջանի վարչապետները։ Ձեր ներկայությունն այստեղ հաստատում է, որ մենք Հարավային Կովկասի երկրներս ընդհանուր տեսլական ունենք, միասին աշխատելու մեր տարածաշրջանը խաղաղության, կայունության եւ տնտեսական հնարավորությունների տարածք դարձնելու ուղղությամբ։ Մետաքսի ճանապարհ ֆորումը, որ Թբիլիսիում անցկացվում է 2 տարին մեկ, համարվում է տարածաշրջանի ամենամեծ հարթակը առևտրի, տրանսպորտի եւ ներդրումային հարցերի քննարկման համար։ Այս տարի այն հավաքել է մինչև 2300 մասնակից ավելի քան 70 երկրներից եւ առաջին անգամ կներառի ֆինանսական համաժողով։ Ֆորումի մասնակիցների թվում են կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՄԱԿ-ի, Համաշխարհային բանկի եւ Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներ։ Քննարկումները կենտրոնացած են գլոբալ առևտրի ապագայի, միջին միջանցքի զարգացման, էներգետիկ ինտեգրման եւ թվային փոխակերպման վրա։ Համաժողովի նախօրեին Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրակլի Կոբախիձեի հետ։ Հայաստանի վարչապետը հրապարակում էր արել եւ կից գրել արդյունավետ հանդիպում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Կոբախիձեն X-ի իր էջում նույնպես շեշտել է հանդիպման արդյունավետության մասին, նշելով, որ վստահ է այս հանդիպումը կնպաստի Վրաստանի եւ Հայաստանի միջև համագործակցության ամրապնդմանը։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։